Սիրելի հայրենակիցներ ջան, տեսանյութը մաքսիմալ տարածեք, շատ կարևոր բան եմ ասելու։ Սերժառոբական բանդան, Սամվել Կարապետյանը եւ նրանց բոլոր այդ ճակերտների մեջ թայֆը ժողովուրդ ջան աշխատում է հետեւյալ բանաձևով։ Օգտագործում են եւ գործի են դրել արհեստական բանականությունը, սա հիբրիդային պատերազմի տեսակ է, լինենք անկեղծ։ Սիրելի հայրենակիցներ ջան, երբ որ տեսնում եք հակապետական տեսանյութեր, որոնք ստեղծված են, այսպես ասած արհեստական բանականության շնորհիվ, ձեզնից խնդրում եմ ընդամենը մեկ բան՝ բլոկեք նմանատիպ տեսանյութերը, մի դիտեք, որպեսզի տարածում չստանան։ Եվ առհասարակ սկսեք սովորել տարբերել իրականը արհեստական բանականությունից, որովհետև ես նկատում եմ ու շատերն են ուղարկում, ցույց տալիս, ասում են սա իրական է, սա ոչ, ժողովուրդ ջան։ Եթե դուք մի բանը տեսնում եք տարօրինակ խոսելով, ինչ որ տարօրինակ միմիկա կամ նմանատիպ երևույթ, ապա դա իսկական չի, դա արհեստական բանականություն է։ Ներկայիս դրությամբ այս ստվերային, չգիտեմ, սրանք ստվերային էլ չեն, իրանք ընդդիմություն չեմ կարա իրանց ասեմ, Հայաստանը այս բանը ընդդիմություն ցավոք սրտի չունի։ Դրա համար ժողովուրդ ջան, սիրելի հայրենակիցներ ջան, պայքարեք, մի թույլ տվեք, որպես ձեր պետականությունը կործանեն, 30 տարի աշխատել են KGB-ի հետ, որպեսզի ոչնչացնեն հայոց պետականությունը։ Այսօր Նիկոլ Փաշինյանը իր ամբողջ թիմի հետ թույլ չի տալիս, որ այս գործընթացը կյանքի կոչվի։ Եվ սա մեր բոլորի սուրբ պարտքն է, ժողովուրդ ջան, որպեսզի մենք պայքարենք, որ հայոց պետականությունը մնա ու երբեք չկործանվի։ Կեցի Հայաստանի Հանրապետությունը, կեցենք մենք եւ Նիկոլ Վարչապետ։